Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով 2015-ին Հայաստանում ներքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 8%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը ավելի քան 20%-ով, ներմուծումը կրճատվել է համարյա $1 միլիարդ։ Ներմուծման ծավալների անկումը, ինչպես նաև ներքին մեր առևտրաշրջանառության անկումը, իրենք անուղղակիորեն խոսում են բնակչության գնողունակության անկման մասին։ Այսինքն մարդիկ ավելի քիչ են գնել, ու եթե այս պարագայում խնայողությունների էական աճ չկա, բանկային համակարգում նշանակում է գնողունակությունը նվազել է։ Տնտեսագետները վստահ են, առևտրաշրջանառությունը կրճատվել է, քանի որ նվազել է բնակչության գնողունակությունը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, այնուամենայնիվ աշխատավարձերն անցյալ տարի 1,9%-ով բարձրացել են, բայց տնտեսագետ Բաբկեն Թունյանի կարծիքով այս չնչին բարձրացումը գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Հայաստանի բարեկեցության վրա համարյա չի ազդել։ Մեզ մոտ բնակչության մի ստվար հատված ինքը ապրում է ոչ թե աշխատավարձով, այլ աղբյուրներից ստացած եկամուտներով, օրինակ դրսից եկած տրանսֆերտներով։ 2015-ին կրճատվել են նաև Հայաստանի տնտեսության համար խիստ կարևոր արտաքին տրանսֆերտները։ Միայն տարվա առաջին կեսին դրանք նվազել են մոտ $280 միլիոն։ Գործարար Սամսոն Գրիգորյանը ևս պնդում է, որ գոնե իր հաճախորդները 2015-ին շատ ավելի քիչ գումար են ծախսել։ Նրա խոսքով խանութում նստած ժամերով հաճախորդի է սպասում։ Ամիս առ ամիս 2015 թվականից սկսած ամիս առ ամիս մենք զգացել ենք առևտրի անկում, շրջանառության անկում։ Հիմա 16-ից սկսվել է ընդհանրապես ահավոր վիճակը։ Ես միայն իմ մասին չեմ խոսում։ Այո, Փեթակ, Սուրմալուր, Իջպլազա, այդ կենտրոնն եմ գտնում, հենց այն ամենակենտրոնում։ Ընդհանրապես առևտուրը ահավոր ընկած է։ Ուրեմն մարդկանց ձեռքում գումար չկա, գնողունակությունը ընկած։ Գործարարի խոսքով առևտրի ոլորտում աշխատողները վիճակագիրներից ու տնտեսագետներից շուտ են նկատում գնողունակության անկումը, անգամ ասում է չեն կարողանում տաղավարների վարձը տալ։ Բոլոր գործարարները, որոնց ես ճանաչում եմ, բոլորը վարկով են տվել տեղի վարձը։ Այսինքն ոչ մեկ չի կարողացել այդ գումարը աշխատի։ 2015-ը ոչ միայն փոքր, այլև մեծ բիզնեսի համար էր ցնցումների տարի, ասում է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Արտադրության եւ նաեւ արտահանման մեծ կրճատումներ են արել ալկոհոլային խմիչքներ, պահածոներ ու հյութեր արտադրողները։ Արտահանման ծավալների կրճատումը եղել է ըստ հիմնարկի չափերի միջև 25-30%։ Պահածոների մոտ միջին հաշվով 10-15%-ից պակաս չի եղել քանակների նվազումը։ Ավելի խոշոր ուրեմն կոնյակի արտահանողները միջև 25% ֆինանսական բան էին կրել։ Օրինակ մեկը հենց կոնյակի գործանը, որ ինքը հայտարարում է նաև Վիճակագրական ծառայության համաձայն արտահանումը 2015-ին կրճատվել է 4%-ով։ Տնտեսագետը պնդում է, որ այդ ցուցանիշն ավելի մեծ չի եղել հանքարդյունաբերողների շնորհիվ։ Տնտեսության այս վիճակն անդրադարձել է նաև աշխատաշուկայի վրա, ասում է Մակարյանը։ Glassworld գործարանը, Բավիրաղավանի Glassworld Company-ն, հենց անունը ասում եմ, իրենք դադարել են գործել։ Մոտ 300 աշխատողով իրենք գտնում են դադարի վիճակում, որովհետև արտադրում էին ապակյա տարաներ եւ շշեր, նույնը հետո տեղ ունեցավ Սարանիստի հետ, մյուս գործարաններն էլ չի աշխատում։ 2015-ին կրկին ըստ պաշտոնական վիճակագրության տնտեսության որոշ ոլորտներում աճ եղել է։ Ծառայությունների ոլորտում ավելի քան 2, շինարարության ոլորտում 0,3, իսկ գյուղատնտեսությունում միանգամից 11,7%։ Թեև ողջ տարվա ընթացքում հարյուրավոր գյուղացիներ դժգոհեցին, թե այդ աճի արդյունքում իրենց եկամուտներն այդպես էլ չավելացան եւ բերքը մնաց այգիներում։